Ողջույն, սա մեր նոր շարքի դե առաջին թողարկումն է։ Ամեն շաբաթ ձեզ հետ կլինենք ու կխոսենք կինոաշխարհի զվարճանքի ոլորտի ամենաթարմ թարմացումներից, թրեյլերներ, նորություններ, ինչ հետաքրքիր բան կա։ Պատրաստվեք արագ, այսպես ասած, տեղեկանալու ինչ է կատարվում էկրաններին ու դրանցից դուրս։ Դե սկսենք։ Առաջինը ներկայացրել են Կենթանապոլիսի երկրորդի առաջին թիզեր թրեյլերը։ Տեսա։ Տեսնում ենք մեր սիրեհի Ջուդիին ու Նիքին, բայց մի նոր կերպար էլ կա, Գերի անունով, Օց, ընդ որում հնչյունավորում է Քեյ Հյու Քվանը։ Օսկարակիր դերասանը։ Այո, ու ամենահետաքրքիրը իրենք ոնց որ փախչում են ոստիկանությունից։ Ու անցնում են Կենթանապոլիսի նոր մինչև հիմա չտեսված շրջաններով։ Ճիշտ է։ Կադրերում երևում են ստորջրյա գետային մի հատված, ջրասամույներով բնակեցված, հետո ձյունապատ մի շրջան, որը մի քիչ հիշեցնում է առաջին ֆիլմի Թունդրաթաունը։ Այո, նմանություն կար։ Էլի մի հատ ալպիական միջավայր կար, փայտե տնակներով, ավանդական հագուստով, լեռնային այծերով։ Շատ գունեղ է։ Ու նույնիսկ անապատային գոտի, արաբական ինչ-որ մոտիվներով։ Իսկ Դարթ Վեյդերը դիսկոթեկում։ Դա էլ կար։ Այսինքն շատ բազմազան է լինելու։ Ֆիլմը, իդեպ, նոյեմբերի 26-ին է դուրս գալու։ Սպասենք, մինչդեռ կինոթատրոններում արդեն կարելի է դիտել Լիլոն և Ստիչի live action տարբերակը։ Շատերն էին անհանգստանում, որ Դիսնեյը կփչացնի մեր մանկության հերթական մորթֆիլմը։ Դե այդ վտանգը միշտ կա։ Բայց ոնց որ թե կարելի է հանգիստ լինել։ Ասում են հաջողված ռիմեյք է։ Այո, ասում են պահպանել է բնօրինակի ոգին, նույնիսկ մտել է Դիսնեյի լավագույն live action ռիմեյքերի տասնյակի մեջ։ Օհո, դա լուրջ հայտարարություն է։ Քննադատները հատկապես գովում են համակարգչային Ստիչին, որակով է արված։ Ու Լիլոյին մարմնավորող դերասանուհուն Մայա Քիալոհայի։ Անվանում են ծագող աստղը։ Հետաքրքիր է, թեև մրցակցում է առաքելությունն անիրագործելի է ֆիլմի հետ, բայց լավ տոմսարքային հաջողություն ենք անխատեսում։ Դա տեսենք։ Անցնենք Մարվելի ճամբար, այնտեղ էլ է թեժ։ Անգլիայում նկարահանում են Վրիժառուներ դատաստանի օրֆիլմը։ Ու խոսակցություններ կան, որ վիրիժառուները կմարտնչեն X մարդկանց հետ։ Այո, ընդ որում իրանց կանոնական, այսինքն կոմիքսային հագուստներով։ Այդ շատ կարևոր է երկրպագուների համար։ Սոցցանցերում նույնիսկ ցիկլոպի հավանական համազգեստի նկար է հայտնվել։ Ճիշտ է։ Կան նաև կադրեր նկարահանման հրապարակից, որտեղ երևում է ինչ-որ հսկայական մարմին։ Ինչ է դա։ Երկրպագուները կարծում են, որ դա սենտինելներից մեկն է, այն մուտանտների որսորդ ռոբոտներից։ Ուրեմն մասշտաբները մեծ են լինելու։ Ամենայն հավանականությամբ։ Ու Marvel-ը նաև շատ ակտիվ բանակցում է Թոմ Հոլանդի հետ։ Սարդ մարդու համար։ Այո, որպեսզի սարդ մարդուն ներառեն ֆիլմում։ Ասում են պատրաստ են նույնիսկ հարմարվել նրա գրաֆիկին։ Դե սարդ մարդը կարևոր կերպար է։ Անկասկած։ Նաև սկսվել է X մարդկանց արդեն նոր թիմի համար դերասանների որոնումը։ Քաստինգը։ Առաջնահերթ փնտրում են Չարլզ Քսավիեի, Սկոտ Սամերսի, Ցիկլոպի և Ջին Գրեյի դերակատարներին։ Լուրեր կան, որ պրոֆեսոր X-ի դերի համար Քոլման Դոմինգոն է դիտարկվում։ Հետաքրքիր ընտրություն կլիներ։ Իսկ Ջին Գրեյի, Դեյզի Էդգար Ջոնսը։ Տեսնենք, թե ովքեր կընտրվեն։ Սրա հետ կապված ֆանտաստիկ քառյակի մասին էլ նորություն կա։ Այո, Գալակտուսի պրոմո պատկերն է հայտնվել։ Ու ոնց որ թե բավականին մոտ է կոմիքսային տարբերակին։ Դա լավ է։ Երկրպագուները գոհ կլինեն։ Ֆիլմի հերոսների նկարագրություններն էլ են հրապարակվել։ Այո։ Սյու Ստորմը անտեսանելի կին է։ Նկարագրվում է որպես Future Foundation-ի հիմնադիր։ Ոչ միայն սուպերհերոս, այլև գիտնական։ Ռիդ Ռիչարդսը Միստր Ֆանտաստիկը տիեզերքն ուսումնասիրող հանճար է, իսկ Բեն Գրիմը իրը նախկին կործանի ճոթաչու։ Այսինքն փորձում են կերպարներին մի քիչ ավելի խորը պատմություն տալ։ Կարծես թե այո։ Համեմատության համար նշենք, որ DC-ի Սուպերմենի նոր թրեյլերը դիտումներով անցել է ֆանտաստիկ քառյակից։ Սուպերմենի հանդեպ հետաքրքրությունը միշտ մեծ է։ Իսկ Ջեյմս Գաննը հաստատել է, որ հրաշք կնոջ վերաբերյալ էլ պլաններ կան։ Դե DC-ն էլ է փորձում իր տիեզերքը, այսպես ասած, կարգի բերել։ Անցնենք սերիալներին։ Մի քանի խոսք էլ դրանց մասին։ HBO Max-ը ցույց է տվել Բարի Գալուստ Դերի սերիալի թիզերը։ Այո, սա այնի պրիկվելն է։ Ճիշտ է։
Գործողությունները 1962 թվականին են։ Ու ամենակարևորը Բիլ Սկարսգարդը կրկին Փենիվայզի դերում է։ Դե դա սպասելի էր, բայց շատ ուրախալի։ Սերիալը աշնանն է լինելու։ Հա, սպասված նախագիծ է։ Մյուս մեծ սերիալը, որին բոլորս սպասում ենք, Հարի Փոթերն է։ Ակտիվ նախապատրաստվում են նկարահանումներին։ Հսկայական դեկորացիաներ են կառուցում, նույնիսկ Հարիի հարազատների տունը Թիսովայա փողոցում։ Հա, բայց ասում են մի քիչ տարբերվում է ֆիլմերի տարբերակից։ Հա, մի քիչ նոր դիզայնով է, ամբողջ մի մինի քաղաք են ստեղծում նկարահանումների համար։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Եվ վերջում մի փոքր էլ Universal-ից։ Աշխատում են Սուպեր Մարիո եղբայրներ մուլտֆիլմի շարունակության վրա։ Առաջինը շատ հաջող էր։ Այո, հնարավոր անվանումը Super Mario World։ Դա արդեն ինչ-որ բան հուշում է։ Հա, սյուժեն ամենայն հավանականությամբ կտանի մեզ դեպի դինոզավրերի երկիր, ինչը նշանակում է կհայտնվի Յոշին։ Այն կանաչ դինոզավրիկը։ Հենց ինքը։ Նրան ակնարկել էին առաջին ֆիլմի վերջում։ Դե սա էլ սպասենք։ Լավ, այսքան նորություններ այս շաբաթվա համար, ինչպես տեսնում եք, շատ սպասվող շարունակություններ, նոր նախագծեր կան հորիզոնում։ Հա, բավականին հաղեցած է։ Շատ անուններ, մեծ սպասումներ։ Հետաքրքիր է, չէ, այսքան շատ ծանոթ աշխարհների վերադարձը։ Արդյոք սա նշան է, որ ստեղծագործական միտքը մի քիչ հոգնել է, թե պարզապես հաջողված բանաձև է, որը շարունակում է գրավել ձեզ, հանդիսատեսիդ։ Հա, մտածելու տեղիք է տալիս։ Գուցե երկուսն էլ։ Գուցե։ Դե ինչ, այս հարցի շուրջ կարող եք մտածել մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Առայժմ։ Մինչ նոր հանդիպում։